Սուրբ ծննդի օրը բավականին լարված է անցել Սիրիայի հայաշատ Հալեբ քաղաքում։ Բախումներ են տեղի ունեցել Սիրիայի անցումային կառավարության զորքերի եւ քրդական Սիրիայի դեմոկրատական ուժեր ջոկատների միջև։ Լարված իրավիճակը Հալեբում ստիպել է, որ հայ համայնքի բնակիչները գիշերն արթուն անցկացնեն։ Առավոտյան եւս Հալեբի տարբեր փողոցներում բախումները շարունակվել են։ Սիրիական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին զոհերի եւ վիրավորների մասին։ Հալեբի հայաշատ թաղամասը եւս վնասներ է կրել։ Զոհերի մասին չեմ լսած, շայցան վնասներ գրողներ կան, այո, ասեն ավտոյի աբագի է կամ տնագարանի աբագի է, բախումները ուղղակի մոդ էր, հայտնակ շրջաններում մոդ էր, շատ մոդ էր, առաջնակի ձեռակային։ Զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ այս պահին չկան։ Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ կառավարական շենքերի վրա հարվածներ են հասցրել անօդաչու թռչող սարքերով։ Արկեր են արձակվել նաև քաղաքացիական բնակավայրերի վրա։ Զոհերի մեջ կան նաև երեխաներ, կանայք։ Հանկարծ պայթյուն որոտաց։ Լույսերն ամբողջությամբ մարեցին։ Ես կորցրեցի իմ փոքրիկ 4 տարեկան տղայիս։ Նրա գանգոսկրը ջախջախվել էր։ Մյուս երեխաս էլ կիսամերլ վիճակում էր։ Երեխաներից տեղափոխեցինք հոսպիտալ։ Իմ 4.5 տարեկան երեխան իր աչքն է կորցրել։ Ո՞վ է դրա համար պատասխանատու։ Կառավարական շենքերի դպրոցների գործունեությունը դադարեցված է։ Հալեբի օդանավակայանը երկրորդ օրն է չի գործում։ Հալեբում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը, մշտական կապ է պահպանվում տեղի իշխանությունների հետ, ինչպես նաև հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Սիրիայում իրավիճակը կտրուկ սրվեց դեկտեմբերի 22-ին թուրքական պատվիրակության արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանի, հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալնի, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի այցելությունից հետո։ Պատվիրակությունը հանդիպում էր ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Գործողությունը քրդերի եւ սիրիական զորքերի միջև է Հալեբի տարածքում, որտեղ այնտեղ երկու մեծ քրդական թաղամաս կա։ Ուղղակի դրա արձագանքները, դրա ատյանցալ գործողությունները, ասենք, տարածում են նաեւ հայկական թաղամասի վրա։ Քրդերի խնդիրը լուրջ պրոբլեմատիկ է Թուրքիայի համար։ Թուրքիան, քանի որ ինքը դեմ է քրդական գործընթացին, ինքը ցանկանում է Սիրիայի իշխանությունների միջոցով ազդել այդ Ռոջավի կառավարության քրդերի վրա, բայց չի կարողանում, որտեղ այդ քրդերին էլ աջակցում է Իսրայելը եւ Ամերիկան, ունենք բավականին ուժեղ են։ Թուրքիան, որը սիրիական նոր կառավարությունն է ստեղծել, հայտնել է, թե իր սահմանին գտնվող քրդական աշխարհազորայինները անվտանգության սպառնալիք են եւ պահանջել է, որ բոլոր քրդական զինված խմբավորումները վայր դնեն զենքերը։ Երբ կդադարեն բախումները, մասնագետները կանխատեսում են, որ լարվածությունը երկար կպահպանվի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։